Ավագ հինգշաբթին եկեղեցում արարողություններով ամենահագեցածն է։ Հիշատակվում է Հիսուս Քրիստոսի վերջին խորհրդավոր ընթրիքը, Սուրբ Հաղորդության հաստատումը, կեսօրից հետո կատարվում է ոտորնվայի կարգը, իսկ երեկոյան խավարման եւ հսկման կարգը։ Խավարման կարգը Քրիստոսի մատնության եւ չարչարանքների հիշատակն է խորհրդանշում։ Վերաբերում է ավագ ուրբաթ օրվան, սակայն կատարվում է ավագ հինգշաբթի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական օրացույցի օրն սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո։ Խավարման կարգը բովանդակում է Քրիստոսի չարչարանքների եւ մատնության ընթացքը եւ այս ընթացքին երկու ժամերգություններ են կատարվում՝ գիշերային եւ առավոտյան։ Ունենք ավետարանական ընթերցումներ, որոնք հենց բնորոշում են Գեթսեմանի պարտեզում Քրիստոսի մատնությունը, նրա ատյան տարվելը, չարչարանքները, խաչելությունը։ Արդեն վաղը բուն ուրբաթ օրը, ավագ ուրբաթ օրը արդեն խաչելության կարգին կհասնենք ըստ կարգի։ Հիմա խավարման կարգով հիշատակվում է չարչարանքները եւ մատնությունը։ Մայրաթորի միաբանությունը ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մասնակցում է սրբազան արարողությանը։ Խավարման կարգի ժամանակ Սուրբ Խորանը փակված է սև վարագույրով, դրված է 12 մոմ, մեջտեղում եւս մեկ մեծ մոմ։ Վերջին սև մոմը մատնիչ Հուդային է խորհրդանշում։ Ավետարանական ընթերցումներն ու շարականները նկարագրում են Քրիստոսի ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը։ Վերջին ընթրիքից հետո Հուդայի մատնությամբ զինվորները Գեթսեմանի պարտեզում ձերբակալում են Հիսուսին։ Նրան ծաղրում են, չարչարում ու անարգում։ Ամբոխի ձեռքն են հանձնում եւ քահանայապետերի անարդար դատով խաչի վրա մահվան դատապարտում։ Եկեղեցում արարողության մասնակիցները վերապրում են Աստվածորդու երկրային կյանքի վերջին րոպեները, խաչի վրա նրա տառապանքը։ Արարողության ընթացքում հիշատակվում է նաև Պետրոսի 3 անգամ ուրանալն ու դառնորեն զղջալը։ Ավետարանական յուրաքանչյուր ընթերցումից հետո ամեն կողմից մեկական մոմ է հանգչում։ Դրանք խորհրդանշում են 12 աշակերտներին, որոնք լքեցին իրենց վարդապետին։ Խորանին միայն Քրիստոսին խորհրդանշող մոմն է վառ մնում։ Ավագ շաբաթվա ամենախորհրդավոր պահն է, երբ մարում են եկեղեցու բոլոր լույսերը եւ խավարի ու լռության մեջ հնչում է զղջման ու ապաշխարության Տեր ողորմյան եւ «Ուր ես մայր իմ տաղը»։